Բարև ձեզ, այսօր կխոսենք գեոգեբրա ծրագրի մասին, կքննարկենք տարբեր խնդիրներ և իրավիճակներ, կառուցումներ այդ ծրագրի միջոցով, որոշ խնդիրներ կլինեն դպրոցական դասից դուրս, բարև ձեզ, և միգուցե հետաքրքիր են։ Նաև կուզենամ ասել, թե ինչով է առանձնանում այս ծրագիրը կամ կետերը, գծագրերը շարժելու մեթոդը, դա նախ կարող է օգնել աշակերտներին ավելի լավ պատկերացնել գծագրերը, ինչ որ իրենց ստուգել կամ կառուցելու համար այն հավեսի ընկնել, նաև կարող է օգնել ուսուցիչին ինչ որ ավելի լուրջ բաներ հասկանալու, ավելի արագացնելու մտածելու գործընթացը, ու դա նմանացնում եմ հաշվիչին, օրինակ, եթե հաշվիչ չլինի, էլի հնարավոր է շատ բաներ անել, բայց եթե երբ որ կա հաշվիչ, ինչ որ բաներ արագանում են ու ինչ որ այլ բաների ավելի շատ ժամանակ է կարելի հատկացնել։ Սկսելու համար կարող եմ ասել, որ տարբեր ձևերով կարող ենք օգտվել այս գործիքից, տարբերակներից մեկը եւ ամենահեշտը geogebra.org կայքում հենց geometry տարբերակով, եթե մեզ հետաքրքրում է երկրաչափությունը, ես գիտեմ, տեսել եմ Գագիկ Աղեկյանը բավական տեսանյութեր ունի այդ ինչպես ներբեռնել ծրագիրը, ինչպես օգտագործել, ընթացքում եւ իմ բանն էլ ահագին մոտիվացված է իր գրքերից եւ իր գրքից օրինակ էլ կքննարկենք, ընթացքում կփորձեմ նաեւ ինչ որ որոշակի բաներ տեխնիկական մեկնաբանություններ անել այն ուսուցիչների համար, ովքեր ծանոթ չեն դեռևս այս գործիքին։ Երբ որ մտնում ենք այս կայք, այս ծախմասում վերում է գործիքները, որոնցով կարելի է աշխատել, ամենահիմնականները շարժել, կետ վերցնել, հատված գծել, բազմանկյուն գծել կամ շրջանագիծ գծել վերևում են, ներքևում արդեն թեմատիկ բաժիններով կան, օրինակ միջնուղահայաց, ուղղահայաց, զուգահեռանկյան կիսորդ եւ այլն, այստեղ շրջանագծերի մասին կա մոր կոճակը, որը սեղմելով բացվում են ավելի շատ, օրինակ այստեղ էս 9 շրջանագծերի ու աղեղների մասին են, եւ իհարկե ահագին հետազոտելու բան կա, ընթացքում որ ինչ որ բաներ գծենք, կփորձեմ ցույց տալ։ Առաջին բանը գծելու համար եկեք վերցնենք ինչ որ մի կետ եւ տանենք այդ կետով ինչ որ մեկ այլ կետով շրջանագիծ։ Ես կուզենայի այս առաջին կետի անունը դնել O, որովհետեւ դա կենտրոնն է, հիմնականում տենց էլ նշանակենք։ Այստեղ երկու բաժին կա այս ձախմասում, tools եւ algebra։ Algebra բաժնում դեռևս նշված բոլոր օբյեկտներն են, այստեղ որ նշում եմ այդ օբյեկտը, ան փոխարինեցի O-ով, այեր դարձավ եւ ավտոմատ գծագրի վրա փոխվեց։ Հիմա դիտարկենք այսպեսի մի իրավիճակ, ինչ որ A կետ կա, A կետից երկու ուղիղներ են տարված եւ այդ ուղիղները հատում են այս մեր շրջանագիծը B եւ C կետերում, ինչպես նաեւ եւս երկու կետերում AB-ն հատում է շրջանագիծը D կետում եւ AC-ն հատում է շրջանագիծը E կետում։ Ինչպես տեսնում ենք, այս A, B, C կետերը կապույտ են, ինչ նաեւ on, իսկ D եւ E կետերը սև են։ Սա հենց ծրագիրը ինքնուրույն նշում է այդպես, որովհետեւ մենք հերթով սահմանում ենք երկրաչափական օբյեկտները այս ծրագրում, A կետը պատահական ընտրեցի, շրջանագիծը պատահական գծեցի,
այդ շրջանակից իրա B ու C կետերը վերցրեցի, բայց արդեն դրանցից կախված D եւ E կետերը եղան որոշված։ Այսինքն եթե մենք գիտենք C կետի դիրքը, մենք նաև գիտենք E կետի դիրքը։ Մենք կարող ենք այսպես մտածել, որ եթե Y-ն շարժենք, C-ն էլ կշարժվի, այսինքն Y-ն ու C-ն փոխկապակցված են, դե պետքա որոշել, որ նա որը մեկից կախված, մենք առաջինը նշել ենք C-ն, որ հիմնականն է, Y-ն դրանից կախված։ Հիմա ինչու եմ սա գծում։ Եկեք գրենք հատվող լարերի հատկությունը այս երկու բաների համար, երկու ուղիղների համար, այսինքն ունենք, որ AD անգամ AB-ն հավասար է AE անգամ AC։ Լավ, այստեղ կա նաև գործիք, որը տանում է շոշափողները, tangents անգլերենով, սխմում եմ n կետի վրա, որտեղից ուզում եմ տանել, և հետո սխմում եմ շրջանակիցի վրա, և տանում է երկու շոշափողները։ Եկեք այս շոշափման կետը նշանակենք F-ով։ Այս մեր երկու արտադրողները Սեղմում ներողություն։ ինչ։ Շոշափող տանելու համար ինչի վրա ենք սեղմում։ Այս շոշափման գործիքը առաջինը եւ այդ գործիքը կիրառում ենք A կետի վրա եւ հետո շրջանակցի վրա։ Այսինքն կետից շրջանակցին շոշափող ենք տանում, ինքը երկու շոշափողներն էլ տանում է։ Հիմա մենք գիտենք նաեւ, որ AF-ի քառակուսին շոշափողի քառակուսին է հավասար այս երկու լարերի, այսինքն այս հատողների համապատասխան հատվածների արտադրյալին, օրինակ AE անգամ EC։ Դե սա դպրոցում ապացուցվում է, այդքան կարիք չկա միգուցե խորանալու, բայց երբ որ սկսում ենք մտածել շարժումներով, ինչ որ բաներ իրար հետ ավելի լավ են կապվում, դրա համար այսօրվա քննարկումը ուզեցա սկսել այս իրավիճակից։ Հիմա եկեք այսպեսի հարց քննարկենք։ Եթե C կետը վերցնենք, դա C կետը շրջանագծի կետ էր, վերցնենք ու շրջանագծի երկայնքով շարժենք, այսինքն ժամսլաքի հակառակ դեպի վերև կամ։ Ինչ կլինի E կետի հետ։ Անփոփոխ չի մնա, թե ինքն էլ պիտի փոխվի հետը։ E-ն էլ պետքա փոխվի։ Կգա դեպի F-ը։ Հա, այսինքն կգա դեպի շոշափող, էլ ինչքան փոքրացնենք, ինքը դեպի շոշափող կձգտի։ Ահա։ Ու այս գործիքը հնարավորություն տալիս է, որ հենց շարժենք։ Երբ որ C-ն բարձրանում է, այսինքն համ աճ է գնում, համ բարձրանում է, Y-ն էլ է աճ գալիս։ Ու գալիս են որոշակի կետերում իրենք համընկնում են, այսինքն համընկնում են F կետի հետ։ Գալիս են, հա, ինչ որ կետում համընկնում են, կարող ենք ասել, որ C-ն ոչ մեկ չի արգելել բարձրացնել վերև։ Հիմա որ C-ն բերենք նախկին Y-ի տեղը, Y-ն էլ կիջնի C-ի տեղը։ Այսինքն ինչ որ պահի այստեղ գալիս եւ հավասարվում են իրար։ Բայց հարցը առաջանում, բայց այդ դեպքում ինչ է լինում C-ը ուղի հետ, AC-ը ուղի հետ։ Հիմա որ շոշափողը կա մի քիչ խանգարում է, ես էլի եկա ալջբրա բաժին, այստեղից ընտրում եմ շոշափողը S-ը։ Եվ այս կլորի վրա ծխմելով շոշափողները կորում են։ Եվ այս մի շոշափողներ։ Հիմա C կետը ու E կետը երբ որ գալիս իրար են հավասարվում, փաստորեն այս իրանցով անցնող հատողն էլ գալիս եւ հավասարվում է շոշափողին կետից տարված, այսինքն C-ն E-ն F-ը մի կետում են դառնում։ Ու այդ դեպքում ստացվում է, որ AE-ն դարձավ հավասար AF-ին։ Նաև AC-ն դարձավ հավասար AF-ին։ Ու շատ տրամաբանական է, որ AI-ի ու AC-ի արտադրյալը, որը AD-ի ու AB-ի արտադրյալն էր,
դարձավ AF քառակուսի, ուրեմն AF քառակուսին հավասար է այս երկու արտադրյալների զույգարզույգ։ Այսինքն շոշափողը դիտում ենք որպես հատող, որը հատում է երկու անգամ նույն կետում։ Սա այսպիսի մեկնաբանություն, եկեք նաև էլի մի մեկնաբանություն ասենք շոշափողի մասին։ Ստեղ գծագիրը կա գծված, բայց ես կուզենայի մի հատ նորից գծեինք ամեն դեպքում երևի հետաքրքիր կլինի ոնց անել։ Ստեղ ջնջում եմ, նաև ջնջեմ գրվածները։ Ու էլի գծենք մի հատ շրջանակից, էլի կենտրոնը փոխեմ, չգիտեմ սա արդյոք ամենաէֆեկտիվ ձևն է թե չէ, բայց ոնց որ թե աշխատում է։ Սա B կետը թող լինի։ Եկեք նկատենք, որ B կետով է որոշվում շրջանակի շարավիղը։ Հետո գծենք ինչ-որ A կետ շրջանակի վրա, C կետ շրջանակի վրա և D կետ շրջանակի վրա և տանենք այս AD, AB, CB և CD ուղիղները տանենք, միգուցե հատվածները բավականացնեին, բայց ուղիղները հաստատ կբավականացնեն։ Ունենք, որ քանի որ BAD և BCD անկյունները հենված են այս BD աղեղի վրա, ուրեմն իրանք իրար հավասար են։ Նաև գիտենք, որ փաստորեն այս անկյուն C-ն որ շարժենք, C-ն էլի շրջանակի կետ է և կարող ենք հանգիստ տեղաշարժել։ Որ շարժենք, նույն անկյունն է մնալու։ Այսինքն այս անկյան մասին այդ պատկերացումը կա։ Եվ կա մի հատ էլ փաստ, որ D-ից եթե տանենք շոշափող, այնտեղ էլի առաջացած անկյունը կլինի նույնը։ Գծեմ մատիտով սկզբում, D-ից տարված շոշափողը, D կետում շոշափողը այս շրջանակին, այս անկյունը, BD կան, էլի նույնը կլինի։ Դա նույն տրամաբանությամբ կարող ենք կառուցել, նախ BD-ն միացնենք հատվածով և D կետից էլի շրջանակին շոշափող տանենք, ընտրում եմ տանջենտ գործիքը, D կետից շրջանակին շոշափող, քանի որ D-ն շրջանակի վրայի կետ է, շոշափողը միակն է, հենց այդ D-ով անցնող շոշափողն է։ Տարավ է շոշափողը ու այս անկյունը փաստորեն ստացվեց նույնը։ BD այստեղ էլ կամ նշեմ։ Սա էլի մեր ժամանակ 8-րդ դասարանում էր, հիմա ոնց որ թե տեղափոխվել է 9, դպրոցական կուրսում առանձին փաստ է, այսինքն առանձին փաստ է, որ սա BAD-ն և BCD-ն են հավասար, հետո նաև մի առանձին փաստ է, որ BAD-ն BD կան են հավասար։ Բայց իրականում, եթե փորձենք պատկերացնել այս շոշափողը որպես հատող, շատ բան չի փոխվում։ Էլի ոնց որ այս անկյունը, BD անկյունը, էլի ոնց որ ընկած լինի այս BD աղեղի վրա։ Ու եթե շարժումով ենք դա փորձում պատկերացնել կամ միգուցե մեկնաբանել աշակերտների համար, դա ավելի հասկանալի է դառնում։ Մինչև դա անելը եկեք նաև այս բանը ցույց տամ։ Այստեղ կա angle գործիքը, որը անկյուններն է նշում, ինչպես նաև չափը։ Աստորեն կլորել անկյուն է դարձել 55.5։ Նշեմ անկյունները։ Անկյունը նշելու համար նշում եմ անկյան մի կողմը, հետո գագաթը, հետո մյուս կողմը, P-ն, D-ն և E-ն։ Դե իրար հավասար են։ Հիմա եկեք պատկերացնենք, որ C կետը շարժում ենք և իջեցնում ենք D-ի մոտ։ Այս անկյունը միշտ նույնն է մնում այդ ընթացքում, BCD անկյունը միշտ նույնն է ընթացքում, բայց ինչ-որ մի պահ անկյուն BCD-ն կդառնա ուղղակի անկյուն, այսինքն C-ն կդառնա D
ու հարցը առաջանում ինչ կլինի այդ անկյան հետ։ Դե այդ անկյունը կազմված էր այսինքն BC եւ CD ուղիղների կազմած անկյուններ, այսինքն այս երկու ուղիղներն էր։ Հիմա պետք է հասկանալ ինչ է տեղի ունենում այդ երկու ուղիղների հետ։ CD ուղիղը որ ուղիղն է դառնում է, երբ որ C-ն գնում է D-ին։ B-դեն Այս շոշափողն է դառնում։ Իսկ որ մի քիչ էլ ներքև իջացնեք շրջանագծի վրայով սխացնելով։ Այստեղ արդեն գալիս է 180 աստիճան հանած։ Հանած, ըհը։ Այսինքն երբ որ ներքևում է 180 աստիճան հանածն է, հենց բարձրացավ Այդի դառնում է նույնը։ Հիմա այստեղ ցույց տալու համար կարող ենք ինչ-որ բաներ կիրառել, օրինակ այս ուղիղը կարմիրով նշեմ եւ այս ուղիղը կարմիրով նշեմ։ Երբ որ C-ն իջացնում եմ D-ին մոտ, կարմիր ուղիղները գալիս են դառնում են մի ուղիղ։ Եվ նաեւ BC ուղիղը կարող ենք հեսրանք էլ կապույտով նշել։ Եվ BD ուղիղը կամ հատվածը BC-ն դառնում է BD։ Այսինքն կարմիր եւ կապույտ ուղիղների կազմած անկյունը 55.5 էր կամ ալֆա, C-ն որ բերեցինք D-ի մոտ, էլի նույնը պետք է մնա։ Սա ինչ որ խիստ ապացույց չի, միգուցե խախտվում է սա, ինչ որ պետք է անընդհատությանը հղում անել, ինչը դպրոցական կուրսում գործ չունենք, բայց կարելի է սենց ակնարկել, որ ուրեմն այս կապույտ ու կարմիր ուղիղների անկյունը այստեղ էլ նույնը կլինի, նույն իրավիճակն է ըստ էության։ Այս երկու օրինակները քննարկեցինք շրջանագծի հետ կապված, հիմա քննարկենք եւս երկու օրինակ։ Այս մի օրինակում սա հայտնի խնդիր է, միգուցե երևի դեզանից ոմանք կիմանան, ունենք ինչ-որ տուն եւ մեկ այլ տուն, տարբեր մեկնաբանություններ կարող լինի իհարկե, եւ այս տների արանքում գետ է հոսում, կարող է լինի, ես լսեմ նաեւ կով կա, որը ուզում է գնալ իր գոմ, պետք է ընթացքում ջուր խմի, կամ մարդը ուզում է ջուր վերցնի գետից, այս գետից ուզում է ջուր վերցնի, հարցը A գետից ուր գնա ջուր վերցնելու, որպեսզի A-ից E եւ E-ից B ճանապարհը հնարավորինս կարճ լինի։ A-ի համաչափ այդ ուղի նկատմամբ կետը միացնելով B-ին գտնում ենք որոնելի կետը։ Այստեղ ինչպես պատկերենք, ինչ որ AB-ի միջնուղայացություն AB-ի միջնուղայացություն։ ու միջնուղայացություն CD-ի կետը։ A-ի համաչափը կետի նկատմամբ կետը գտնենք ու միացնենք B-ի։ Այնուհետև ցույց կտանք եռանկյան անհավասարությամբ, որ դա ամենակարճ հեռավորությունը կլինի։ Լավ, ես քանի որ այս վերջերս մենակ լուծման մասին եմ մտածել, հիմա չեմ պատկերացնում ինչպես կարելի էր դա գլխի ընկնել։ Միգուցե եթե ուսուցիչներից Ես ոմանք գիտեի լուծումը ու հա, աշակերտներին էլ սովորեցրել եմ։ հա, Քայլերով ասեմ, թե լսեմ։ ասեք, եւ ես A կետի համաչափը եթե կառուցենք կետի նկատմամբ, A կետի համաչափը կետի նկատմամբ, ուղի նկատմամբ համաչափ կետը։ Այստեղ այս բանը գործիքը կա, reflect about line, նշում եմ կետը, նշում եմ ուղիղը, ինքը A-ի համաչափը կառուցում է։ Ահա, հիմա այդ համաչափը, որ միացնենք B-ի, ուղիղ գծով, ցանկացած մեկ այլ կետով առաջանում է եռանկյուն, չէ, A-B-N եռանկյուն է, որի համար AB-ն փոքր է A-ը գումարած B-ից։
Ա-բեն փոքր է Այ գումարած ԵԲ-ից։ գումարած Ահա։ Բնականաբար բացի այդ միակ հատման կետից, ահա, որը կտա ամենակարճ ճանապարհը դժվար չի ցույց տալ, որ այց այդ կետը հավասար է նրա համաչափից մինչև այդ կետը, այսինքն այդ ճանապարհների գումարը նույնն է, թե Բայց այնտեղ հավասարման դեպքը ճիշտ էր, որ գրվավ այստեղ հավասարման եթե են համընկնի այդ կետի հետ, բնականաբար կլինի հավասար, Հայացնում։ չէ՞ որ են կարող է շարժվելով համընկնել նաև կարմիր կետի հետ, կլինի եւ հավասար։ Ահա։ Հիմա առաջացավ A եւ B եռանկյունը։ Պարզ չէ, որ AB-ն, որը հավասար է AE գումարած EB, չէ՞։ Աբեն փոքր է այ գումարած Այո։ ԵԲ։ Հա, AB-ն փոքր է AE գումարած EB-ից, որը հավասար չգիտեմ այնտեղ ինչ է նշանակված, լավ չի երևում։ A-ի համաչափը ինչ է նշանակված։ Աշտրիխ Աշտրիխ։ Հա, աշտրիխ։ Հիմա AB-ն փոքր է, չէ՞, աշտրիխ E գումարած EB-ից։ Պարզ չի մնացածը։ Կարիք կա մեկնաբանից։ Եստեղ աշտրիխն ու իրար խառնել եմ, դրա համար մի հատ հասկանամ եւ նորից գրեմ։ Հա, AB-ն մեզ ոչ թե հետաքրքրում է AB-ն, այլ աշտրիխ-ն։ ահա, Աշտրիխ-ն մի կողմից փոքր է աշտրիխ E գումարած EB-ից, ահա, հա, մյուս կողմից աշտրիխ-ն դա նույնն է, ինչ որ այն ճանապարհը, որ անցնելու է մարդը տուն գնալիս, այսինքն AE գումարած EB։ գումարած EB-ն։ Այն փոքրիկ եռանկյունների հավասարությամբ թեկուս ուղղանկյուն եռանկյունների հավասարությամբ բնականաբար AE-ն հավասար է A'-ի, Այստեղ միջնուղահայաց ունենք, ահա, եւ նաեւ ստացվում է, որ այս երկու անկյունները իրար են հավասար, A-եժն, չէ, ըստ երկու էջի, ըստ երկու էջի այդ ուղղանկյուն եռանկյունները իրար հավասար չեն, Դե այնտեղ edge ու ներքնաձիգ է, ոչ թե ըստ երկու չէ, edge-ի։ չէ, ըստ երկու էջի, ներքնաձիգը հետ է, ներքնաձիգները հետ չկա, այս ըստ երկու էջի, Ըստ համաչափության կառուցման ըստ էջի։ ըհը, ըստ Հա, երկու դուք այնտեղ էջի նշել էիք ներքնաձիգը, դրա համար դե դա որպես հետևանք էինք ասել, էլի, այս քայլը ապացույցի շրջանցելով, դժվար չի երևի ցույց տալ, որ տարբերություն չկա, A կետի համաչափը վերցնենք, թե B կետի, կարծում եմ B կետի համաչափն էլ, որ միացնենք A-ին, էլի կանցնի նույն այդ միակ F-էր, չէ, ոնց որ թե չեմ տեսնում լավ, F, հա, F կետով, եթե անգամ B-ի համաչափը կառուցենք, նույն ուղի նկատմամբ, B-ի համաչափը ուղի նկատմամբ B', այստեղ այս նույն ուղիղն է ստացվում։ Այս խնդիրը նախկին 7-րդ դասարանի դասագրքի կրկնության բաժնում տեղադրված է։ Այո, դպրոցական ծրագրում կա, շատ անգամ տարիներ շարունակ հանդիպել եմ, շատ անգամ չէ, մի տեղ կա գրված, Ոնց որ խորանարդի, թե ուղղանկյունանստի վրա երկու նիստերի, տենց հարևան նիստերի համար էլ էս խնդիրը կար, հիշում եմ տենց մի բան։ Շատ լավ, եկեք սա ամփոփելու համար մի բան էլ նկատենք, որ երբ որ E կետի համար այստեղ ստանում ենք անկյունների հավասարություն, քանի որ A-ն ու A' համաչափային այս փոքր AЖE եւ A'-ЖE եռանկյուններն էին հավասար, այս երկու անկյունները A-եժն եւ A'-եժն
իրար հավասար են։ Հիմա կարևոր չի Y կետի ընտրությունը, քանի որ մենք հասկացանք, որ Y-ն լավ կլինի ընտրել F-ի հենց որպես F, այսինքն N կետը, որտեղ հատվում են H'B ուղիղը և CD ուղիղը, այսինքն այդ կետի ափը, էլի կունենանք անկյունների հավասարություն, այս անկյունը էլի հավասար կլինի այս անկյունը, բայց նայելով հակադիր անկյուններ, CF' անկյունը հավասար է BFD անկյանը, որն էլ այս անկյունն է, այսինքն եթե մոռանանք եղածը, G-ն մոռանանք, այս հատվածները մոռանանք, H'-ը սրանք շնչեմ, որպեսզի շատ չխանգարեն, մեզ պետք է ուղղակի A-ից գնալ F և F-ից գնալ B, ստացվում է դա այն ճանապարհն է, երբ որ այս երկու անկյունները անկման անկյունը և անդրադարձման անկյունը իրար հավասար են, դա արդեն մի քիչ ֆիզիկայի լեզվով է Երկրացավությունն է։ Հա, բայց փաստորեն, եթե ուզում ենք օրինակ A կետից լույս գցել CD, հա, հայելու վրա, իսկ հայելու համար գիտենք, որ լույսը ոնց ընկնում է, այդ նույն անկյան տակ անդրադառնում է։ Սա էլ մենք 9-րդ դասարանում ենք ֆիզիկայից անցել, էլի բավական երկրաչափություն է, ես սիրում էի։ A-ից որ F լույս գցենք, կանդրադառնա կգնա B-ին, և այս անկյունը հավասար կլինի այս անկյանը, կամ եթե ուղղահայաց տանենք, սրանք նշանակենք ալֆայով, այս 90 մինուս ալֆան հավասար կլինի այս 90 մինուս ալֆային։ Միգուցե 90 մինուս ալֆաներն են հավասար, այսինչ չեմ հիշում ոնց էր ֆիզիկայի օրենքը, բայց համարժեք փաստեր են, էլի։ Այս երկու անկյունները պետք է իրար հավասար լինեն։ Հիմա ստեղ մի հետաքրքիր փաստ կա, որը ուղղակի քանի որ խոսք գնաց կուզենայի ասել։ Երբ որ լույսի մասին ենք խոսում, պարզվում է, որ լույսը միշտ ընտրում է ամենակարճ ճանապարհը, այսինքն այս դեպքում համոզվեցինք, որ տենց էր, երբ որ ուզում ենք A-ից B լույս գցել, ամենակարճ ճանապարհը կլինի, երբ որ հենց այսպես գնա լույսը, այդ մենք նոր հաշվեցինք, ու փաստորեն օրենքը հենց այդ է, որ գնում է A-ից F, F-ից B։ Եթե A-ից F գցենք, ինքը F-ից ուրիշ տեղ չի գնա, կգնա B։ Բանատիպ ինչ-որ բան լինում է, երբ որ լույսը ոչ թե հայելուց արտացոլվում է, այլ մտնում է ինչ-որ ջրի մեջ, օրինակ օդով գալիս է, մտնում է ջրի մեջ, այս անկյունը Արդեն բեկվում է ճառագայթը, բեկման անկյուն է առաջանում։ հա, բեկվում է և հետո հետ է բեկվում, եթե ունենք այստեղ կետ A-ն, այստեղ կետ B-ն, և ունենք օդում և ջրում եղած լույսի արագությունները, դրանք տարբերվում են, կարող ենք հաշվել, թե ոնց կբեկվի, որովհետև պարզվում է, այն ճանապարհով է գնում լույսը, այնպես է բեկվում, որպեսզի հնարավորինս կարճ լինի։ Այստեղ ինչ-որ հաշվարկներ է պետք անել, կարծեմ գալիս է վերջում սրան, որ արագությունների հարաբերությունը համարժեք է բեկման անկյունների սինուսներին։ Ինչ-որ եռանկյունաչափական հաշվարկ է պետք անել, կամ
հավասարա կամ հակադարձին է հավասար, այսինքն բետա 1 բետա 2-ը կարող է տեղերով փոխված լինել։ Վստահ չեմ։ Դա զուտ հետաքրքիր փաստ։ Եկեք դրա նման մի խնդիր էլ քննարկենք։ Ունենք A կետ, A կետից ուզում ենք լույս էլի պահել կոորդինատային ճառագայթների վրա, հետո այդ կոորդինատային ճառագայթներից ուզում ենք այդ լույսը անդրադառնա, հետո գնա այն մյուս, այսինքն աբսիսների առանցքից անդրադառնա, գնա օրդինատների առանցքին, հետ գա և հասնի B կետ։ Գիտենք, որ լույսը արդեն անդրադառնում է հենց այն կանոնով, որ ոնց որ ինչ անկյան տակ իջել է, այդ անկյան տակ պետք է բարձրանա։ Ու ասենք այս խնդիրը պետք է լուծել գծելով կամ հասկանալու համար, թե ինչ անկյան տակ նետել, այսինքն A-ից, այս A կետից ոնց ուղղենք լույսը, որ գա C կետ, հետո գնա ինչ-որ D կետ, հետո այդ D կետից գնա B կետ։ Նախ եկեք ես էլի մաքրեմ ինչ-որ փորձեմ արագ ցույց տալ գեոգեբրայով ինչպես կարելի է սա կառուցել։ Նախ սովորաբար սպիտակ էկրան է բերում գեոգեբրայով, բայց այստեղ այս մասում կա show axis կոճակը, նաև կարելի է այս բանը ցանցը գծել։ Հիմա օրինակ -6 3 կետը A-ն է և 3 6 կետը B-ն։ -3 6 կետը B-ն։ Մեզ պետք է գտնել այն C կետը, ինչ-որ պատահական կետ աբսիսների առանցքի վրա, որ ուղենք մեր լույսը AC ուղի երկայնքով կգնա կանդրադառնա, կգնա կհասնի B կետ։ Դե անդրադառնալը գիտենք, որ փաստորեն պետք է համաչափը կառուցել այդ հայելու ուղի նկատմամբ։ Այս դեպքում այդ հայելու ուղիղը աբսիսների առանցքն է, այստեղ էլի գնում եմ գտնում եմ համաչափը կառուցել է reflect about line։ Այս ուղիղը ուզում եմ համաչափը կառուցեմ այս աբսիսների ուղի նկատմամբ։ Արեցի համաչափը կառուցվեց։ Հիմա C-ն որ շարժեմ, ավտոմատ այն մյուս ուղիղն էլ կփոխվի։ Հիմա այս համաչափը գնում է և հատում է օրդինատների առանցքը ինչ-որ D կետում։ Եկեք նկատենք, որ այս D կետը արդեն սև ցույց տվեց, որովհետև D-ն մի կետ է, որը կախված էր C-ից, երբ որ C-ն շարժում եմ, D-ն էլ է շարժվում։ Հիմա կարելի է աշակերտների այդ պատկերացումը զարգացնելու համար, նախ ենթադրում եմ, եթե ինչ-որ հնարավորությունը կա, ժամանակը կա, կարելի է հենց հայելիներ բերել փորձել, ֆիզիկայի դասի հետ զուգահեռ միգուցե, ու նաև բան անել, գծել և հարցեր տալ։ Հիմա հարցնել C կետը, որ շարժեմ աջ, ուր կգնա D կետը։ Պետք է պատկերացնեն, որ C-ն շարժում եմ աջ, այս ուղիղը մի քիչ ավելի սենց հեք է գալիս, բայց հետո այս էլ սենց է գալիս, այսինքն D-ն իջնում է ներքև։ Եկեք այդ շարժեմ, տեսնենք ուր է գնում։ Իջնում է ներքև։ Ոնց որ սենց ինչքան անկյան մոտ ես պահում, այդքան սենց գնում է հենց մոտիկից էլ անդրադառնում է։ Ու նույնը հակառակը, եթե C կետը շարժեմ ձախ, ուր կգնա D կետը։ Ինչ-որ բավականաչափ հարցեր տալու հնարավորություն կա դասերին կամ միգուցե խմբակներին ավելի կարող աշակերտների հետ։ Հիմա պետք է D-ն շարժել։
D-ի, այսինքն տեսնել D-ից որտեղ է անդրադառնում։ Այնպես շարժենք, որ անդրադարձը մինչև բեկետ երևա։ Հա, դա կարող ենք ուղղակի շարժել տեսնել, հիմա անդրադարձը գծեմ, էլի պետք է անդրադարձնել այս երկրորդ լույսը արդեն երկրորդ հայլու նկատմամբ օրդինատների առանցքի։ Ու այստեղ էլի հարց, օրինակ, երբ որ ցեն շարժում եմ դեպի ձախ, այս վերջին անդրադարձված ուղիղը կբարձրանա վերև, թե կիջնի ներքև։ Թե կթեքվի։ Բարձրանա, այն էլ կիջնի ներքև, երկրորդ անդրադարձողը։ Երբ որ շարժենք դեպի ձախ, սենց կգա մոտավորապես, դեն ավելի բարձր, բայց նաև D-ի անկյունը մի քիչ կնվազի, բայց ավելի վերև կգնա։ Եկեք էլի անենք, տեսնենք ճիշտ ենք։ Այսինքն ցեն շարժում եմ, բարձրանում է վերև, բայց զուգահեռ չի բարձրանում, նաև սենց մի քիչ թեքվում է։ Դե դժվար է կառավարել ու ինչ որ պահի B-ով անցնել։ Հիմա այս մեկնաբանություններից հետո կարելի է փորձել լուծել։ Լավ, որ կետով անցնի։ Նախ այն մյուս խնդիրը, այս մի խնդիրը քննարկելուց էլի գիտենք համաչափը և կետի համաչափը, ոչ թե ուղիղը ուղի համաչափ կառուցենք, այլ եկեք կետի համաչափը կառուցենք։ Ու սա կարծեմ ֆիզիկայում էլի ասում են, օրինակ, կեղծ պատկեր, այսինքն B կետը եթե հայլու մեջ երևում է, B կետի համաչափը հենց այն կետն է, որը մենք հայլով տեսնում ենք։ Այսինքն B կետի համաչափը այս դեպքում կլինի սա, կամ եկեք ուղղակի գործիքով կառուցենք։ B կետը համաչափ եմ կառուցում, այսա։ Սա հայլով տեսնում ենք։ Որտեղից ենք տեսնում, եթե ինչ-որ մեկը C կետից նստի նայի B կետի ուղղությամբ, D կետի ուղղությամբ, կտեսնի նաև B կետը, որը հայելուց է երևում, այսինքն երևում է։ Այսինքն այս B' կետը C կետից երևացող B կետն է, B կետի պատկերն է կեղծ։ Հիմա բայց մենք երկու անգամ ենք հայելով անդրադարձնում, դրա համար պետք է մի հատ էլ B' կետը հայելով անդրադարձնել, որպեսզի գանք և տեսնենք առաջին անդրադարձությունից հետո ինչ է լինում։ Եկեք B'-ն էլ անդրադարձնեմ, այս անգամ առաջին հայլու նկատմամբ։ Դառնում է այս կետը, B' կետը։ Հիմա մեզ պետք է, որ մենք ի սկզբանե մեր ճառագայթն այնպես ուղենք, որ գնա ու B' կետով անցնի։ Ինչի համար։ Երբ որ նախ եկեք համոզվենք, որ այդպես է իրոք, երբ որ ճառագայթն ուղում ենք, որ B' կետով անցնի, իր համաչափն էլ գնում է և B կետով անցնում, այսինքն իրականում ստացվում է, այս երկրաչափորեն տեսնում ենք։ Հիմա մնում է դա համոզվել, այս մտքերի ընթացքն էր, ոնց կառուցենք, որ ունենանք, հիմա արդեն կարող ենք մոռանալ այս ամեն ինչը և փորձել ապացուցել։ Հուսով եմ մտքերի ընթացքը ինչ-որ տրամաբանական էր։ Այսինքն մոռանում ենք C կետի մասին և ամեն ինչ-որ կապված է C-ի հետ։ Կառուցել ենք B-ի համաչափը և դրա համաչափը։ Սկզբում օրդինատների առանցքի նկատմամբ, հետո աբսիսների առանցքի նկատմամբ։ Եվ տանում ենք AB' ուղիղը։ Դա հատում է մեր
այս առաջին աբսիսների առանցքը C կետում։ Եկեք հիշենք, որ B շտրիխի համաչափներ այս երկու կետերի իրար համաչափ էին։ Քանի որ համաչափ են, որ միացնենք, ստացվի համուղահայաց ենք տարել, համել այս երկու հատվածները իրար հավասար են։ Այս կետը նշանակեմ հաշով։ Դա նշանակում է, որ B շտրիխ C-ն հավասար է B շտրիխ C։ Դերել միացնեմ։ Այսինքն այս երկուսը, այս հատվածը հավասար է այս հատվածին։ Հիմա նաև կարող ենք անկյունները մի հատ էլ գրել։ Երբ որ այս երկուսը հավասար են, նաև հավասար է այս անկյունը, այս անկյունը հավասար է այս անկյունը։ B շտրիխ C հաշը հավասար է B շտրիխ C հաշին, որովհետև ուղղակի համաչափություն ունենք, այդ երկու անկյունները պետք է հավասար լինեն։ Բայց էլի փաստացի հակադիր անկյուններով նաև ունենում ենք, որ այս անկյունը AC կան, էլի հավասար է դրան։ Այսինքն այս գործողության շնորհիվ ամփոփելով կարող ենք ասել, որ լույսը երբ որ ընկնում է AC հատվածի երկայնքով, որտեղ AC-ն նենց ենք վերցրել, որ գնար B շտրիխի հասներ, որ ընկնում է AC երկայնքով, նենց է անդրադառնում, որտեղ այս երկու անկյունները հավասար են, որ գնա B շտրիխին հասնի։ Բայց մինչև B շտրիխին հասնելը մի հատ հայելու առաջական գնա, հայելու է հանդիպում, այդ հայելուն թող հանդիպի D կետում, նշեմ այդ կետը D։ Եվ հիմա ապացուցենք, որ եթե տենց է գնում, որ անդրադառնա կգնա B կետ, ոչ թե B շտրիխ։ Այդ էլ էլի նույն համաչափությունից, քանի որ B-ն ու B շտրիխը համաչափ էին, այստեղ ունենք այս երկու հատվածները իրար հավասար են, BH-ն ու HB շտրիխը, ուրեմն BDH-ը հավասար է B շտրիխ DH, հակադիր անկյուններով դա հավասար է CDO-ին։ Ու էլի, երբ որ մոռանում ենք այն ամենի մասին, ինչ որ գծել ենք, մեզ ուղղակի հետաքրքիր է, որ այս երկու անկյունները ճառագայթի անկման անկյունը եւ մոռացա բառը։ Անդրադարձման անկյունը, մերսի։ Անդրադարձման անկյունը Բեկման։ Հա։ Այս երկու անկյունները իրար հավասար են։ Հաստատի ստացվեց, որ այս դեպքում այստեղ երկու բանով գծեմ, պետք էր 45 աստիճանի տակ ուղղել, որովհետև այս անուբեն այդպես էին ընտրված, այստեղ որ նայենք, հենց այդ իրավիճակն է եղել, այսինքն այս երկու անկյունները անդրադարձման, անկման ու անդրադարձման նույնն են, բայց կարա տարբեր լինի, եթե ան ուրիշ լինի, տարբեր կլինի։ Հիմա ան կարող ենք տեղաշարժել ու տեսնել ինչա տեղի ունենում, օրինակ սենց ան տեղաշարժում եմ, էլի անդրադարձածները գնում են B։ Երևի ավելի հետաքրքիր է B-ն տեղաշարժել, տեսնել ինչա լինում։ B շտրիխն ու B շտրիխ շտրիխը կապված են B-ից։ Դրա համար տեսեք, որ B-ն շարժում եմ, ավտոմատ B շտրիխն ու B շտրիխ շտրիխն էլ են շարժվում։ Երբ որ B-ն ավելի ներքև է, այս խնդիրը իմաստ չի ունենում։ Պետք է B-ը մի քիչ վերև լինի։ Այսպեսի մտորումներ եւ երևի եւս մի խնդիր քննարկենք։ Սա առանձնացրել եմ 7-րդ դասարանի դասագրքից երկրաչափության ու կուզենայի ուղղակի գծենք։ Այսինքն գեոգեբրայով այս խնդիրը գծենք եւ մտածենք ինչպես կարելի է դասին այդ անել։ Ինչպես դասին
աշակերտներին կարելի է հետաքրքրել։ Ինչ ունենք, սենց ABC կետեր, ABC եռանկյուն, D կետն այնպես, որ DB-ան հավասարը BD-ա, այս երկու անկյունները և CB-ն հավասարը B-ը C։ Պետք է գտնել ABC եռանկյան պարագիծը, եթե D-ն հավասարը 50։ Դե այս խնդիրը լուծելու համար շատ բան պետք չի, ինչ որ տեսնում ենք, որ այս երկու անկյունները հավասար են, ասում ենք AB-ն հավասար է AD, B-ն էլ հավասար է C-ը, պարագիծը փաստորեն հենց D-ին էր հավասար։ Բայց կարելի է այսպիսի առաջադրանք տալ, գծել այս գծագիրը գեոգեբրայով։ Գծելու համար տարբեր քայլեր է պետք անել ու հարց է առաջանում որտեղից սկսել։ Չգիտեմ, որտեղից սկսենք մենք։ Մեջտեղի եռանկյունը գծենք, աջ և ձախ մասերում կցագրենք հավասար եռանկյուններ։ Եկեք տենց անենք, ABC եռանկյունը գծենք, A, B, C, նաև միացնում եմ հատվածներով, և պետք է այդ D-ն ու N ինչ-որ ձևով ավելացնել։ Պարզա ավելացնելու ենք AC ուղղի վրա, դրա համար AC ուղիղն ենք գծում մի հատ, ու ուզում ենք D-ն ու N նենց ավելացնենք, որ այդ համապատասխան երկու անկյունները իրար հավասար լինեն։ Եթե նմանատիպ փորձ չի եղել, ու աշակերտները գլխի չեն ընկնում, որ ուրեմն AD-ն հավասար է AB, դժվար կլինի։ Այսինքն փորձը լինելու է ընդհանրում եմ, կարող լինի հետևյալը, եկեք D կետը դնենք, մի հատ անկյունները չափենք, այս անկյունը, ADB-ն և DB-ան հավասար չեն, բայց որ շարժում ենք, տեսնում ենք, որ ինչ-որ փոփոխություններ են լինում։ Ստեղ էլի կարելի է հարց տալ։ D-ն որ շարժեմ ձախ, ինչ կլինի DB-ա անկյան հետ։ Դե կասեն մեծանա, այսինքն եկեք շարժենք, իսկ BD-ա անկյան հետ ինչ կլինի։ Կզում այսքան էր, հետո որ D-ն մի քիչ ավելի ձախ ենք վերցնում, մի քիչ ավելի փոքր է, այսինքն այս մեկը մեծանում է, նույնիսկ կարող ենք ասել նույն չափով։ Նույն չափով են մեկը փոքրանում։ Մեկը փոքրանում է։ Հիմա, եթե մենք ուզում ենք հավասար լինեն այդ անկյունները, պետք է D-ն ճիշտ ուղղությամբ, ճիշտ պահի կանգնացնենք։ Ձախ տանենք, բայց հələ դեռ անկյուն D-ն է մեծ, մի քիչ էլ ու հավասարացնենք, բայց ստեղ հարցը առաջանում, ինչպես դա անել, ինչպես է ճիշտ պահը գալ։ Լավ չի, որ սենց փորձենք, որովհետև իրական փորձելով ստեղ մոտավոր անկյուններ են, մեզ պետք է հստակ կառուցել։ Հետո կարելի է փոխել B կետի դիրքը, տեսեք B կետի դիրքը, որ փոխում ենք, շատ անկառավարելի են փոխվում, ստեղ օրինակ B-ն եթե մի քիչ այս կողմ ենք բերում, որպես ուսուցիչ գիտենք, որ պետք է հավասար լինի, երբ որ AB-ն կարճացնում ենք, տեսնում ենք, որ չէ, մի քիչ շատ մեծացավ ABD-ն, պետք է D-ն էլ մոտիկ բերել, մոտավոր մի այստեղ, հետո երբ որ B-ն հեռացնում ենք, ABD-ն փոքրացավ, պետք է D-ն էլ հեռու տանել, այսինքն սա կարող է ինչ-որ գործիք հանդիսանալ, որպես հուշում, որ հա, մի րոպե, D-ի այդ պահը, որ պահն է, որ երկու անկյունները իրար հավասար են, հենց այն պահն է, երբ որ AD-ն Կողմերը դառնում են հավասար։ և դրանից հետո բան է դառնում,
երբ որ դա գծում ենք, արդեն մեկ լուծումը պարզ է դառնում։ Իսկ գծելու համար, երբ որ ուզում ենք AB-ն հավասար լինի AD-ին, մոռանում ենք B-կետի մասին, D-ն ուղղակի ջնջում ենք, եւ մեզ պետքա երկու հավասար հատված մի նույն վերջնակետով, ուրեմն գծենք շրջանագիծ տրված շարավղով։ Շարավիղը հաշվենք։ Սա այն մի քանի կարևոր գործողություններից է, որ երևի պետքա գալու ամենաշատը անել։ Հաշվում ենք S շարավիղը վերցնում ենք, AB շարավիղը տանում ենք D-ն եղավ։ Նույն ձև CB շարավիղն ենք տանում, եղավ Yen։ Ու կարելի է այս գծագիրը էլի մի քիչ տեղաշարժել, տեսնել ինչա լինի։ Կարևորը, որ երբ որ ABC եռանկյան մակերեսը մի քիչ մեծացնում ենք, D-ն էլ է մեծանում երկարում։ Փոքրացնում ենք, D-ն էլ է փոքրանում, որտեղ փաստորեն իրար հետ կապված են։ Ահա այսպիսի մտորումներ, հուսով եմ օգտակար կլինի։ Դեռևս մի խնդիր մնաց եւ տարբեր գործիքներ մնացին, որոնք չքննարկեցինք։ Սա երևի հաջորդ անգամներում հանդիպելիս կքննարկենք, բայց որպես հետաքրքիր խնդիր, միգուցե որոշները ծանոթ լինեն էլի, բայց եթե որ ծանոթ չեն, սա կարող է հետաքրքրի։ Ասեմ հաջորդ անգամ կքննարկենք։ Տրված են AB կետեր, մենք ուզում ենք գտնել բոլոր P կետերը, որոնց համար AB հատվածի երկարությունը բաժանած PB հատվածի երկարությունը հավասար է 2։ Որտեղ են գտնվում այդ P կետերը։ Կարող է նաև AB հատվածի վրա լինի մի հատ, այսինքն 2-ը 1-ի դրող կետը։ Կարող է նաև AB-ից դուրս լինի։ Հարցը այստեղ S կողմի վրա, թե ձախ կողմի վրա։ Կարող է երկուսի վրա էլ կա։ Ընդհանրապես կարող է դրսում լինեն այդպիսի կետեր ինչ-որ։ Ու այս խնդիրը կարելի է նաև մտածել ցանկացած կայի համար։ Այսինքն օրինակ 1.5 նույն խնդիրը 3։ 1-ի համար միջնուղարացն է, չէ՞ ստացվում։ Բոլոր կետերը, որոնց համար AB բաժանած PB-ն հավասար է 1։ Եթե սա հավասար է 1, ուրեմն AB-ն հավասար է BB, ուրեմն միջնուղարացն է։ Մաս մի քիչ փոխում ենք մեկնաբանությունը և տեսնում ենք ինչ կլինի։ Սա էլ կարծում եմ կարող է հետաքրքիր խնդիր լինի։ Եթե ծանոթ եք ուրիշ հետաքրքրություն ունի, եթե ծանոթ չեք ու երկրաչափական տեղը գլխի ընկնեք, դա էլ կարող է հետաքրքիր լինի։ Միջնագծերի հատման կետ կարող է լինել։ Բեն։ Դե 2-1 հարաբերությամբ է չէ միջնագծերը գագաթից։ Բայց այդ ընդեղ օրինակ միջնագծերի հատման M կետի համար AM-ը M'-ից է 2-ը 1-ի, AM-ը MB-ից պետք է լինի։ Լավ։ Ինչ-որ նմանություն կա, բայց կարող է կապել կա, բայց ես հիմա չեմ տեսնում։ Իսկան է, շնորհակալություն։